Տեսնենք ինչ է գրված Երեմիա 22:30-ում։ Տերն այսպես է ասում. «Անզավակ գրեցեք այս մարդին, մի մարդ, որ հաջողություն պիտի չտեսնե իր օրերումը, որովհետև չպիտի հաջողի նրա սերնդից մեկ մարդ, որ նստի Դավթի աթոռի վրա և էլի տիրի Հուդայի վրա, որովհետև նա գերության տարվեց բարեկամս, ով վերստին չծնվի, կընկնի կրակի և ծծամբի լիճը, դուք պետք է ընդունեք Հիսուսին, որպես ձեր Տերն ու Փրկիչ, և խնդրեք նրան վերափոխել ձեր ճանապարհները, եկեք եկեղեցի, սովորեք ծառայել Աստծուն, և երբ գա այն օրը, երբ թողնեք այս աշխարհը, կընդունեք հավիտենական կյանքը»։ Նայենք վկայությունը։ Ոտքերս ցավում էին, միայն Աստված գիտի, թե ինչպես եմ հասել Որքան այստեղ։ ժամանակ եք տառապել։ Ամիսներ շարունակ։ Ամիսներ։ Այո, շատ ցավ է զգում։ Ցավում էր։ Այո, այսօր ոտքս ձգելով եմ հասել այստեղ։ Ինչպես եք քայլում նախկինում։ Այդպես, հիմա նորմալ քայլեք, դուք բուժվել եք քույրս, նայեք ժողովուրդ, եկեք այստեղ քույր, վազեք քույրս, վազեք, նա բուժվել է, վերադարձեք վազելով այն կողմը, խոսեք մեր լրագրողի հետ, աղոթենք, Հայր, մի թող այս մարդիկ հենց այնպես հեռանան, չար, հեռացիր այս մարդկանցից Հիսուսի անունով։